Հարգելի ըստատիտողներ, այսօր Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք Հայաքվե միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Սողոմոնյան։ Պարոն Սողոմոնյան, երեք այսպես կաթողիկոսի մասնակցությամբ դատական նիստ, որը որքան էլ որ տարօրինակ, այսպես աննախադեպ հնչի, բայց կայացավ, տևեց կարճ եւ մեծ այսպես ոգևորությամբ, գուցեև ավելորդ, չգիտեմ, ներկայացվեց, որ այդ տեսեք դատավոր ինքնաբացարկ է ներկայացրել հերոսություն, չգիտեմ դա որքանով էր արդյոք, այսպես մի քիչ սպասումները ուռճացված չէին, եթե մի դատավորը չլինի, մյուս դատավոր կլինի, վերջո, եթե այսպես նպատակ ունենես դատավարությունը շարունակել, հաստատ մի ճանապարհ դատավոր կգտնեն, ով այդ խարանը կվերցնի իր վրա, այսպես ասած։ Գիտեք, շատ հետաքրքիր, շատ անսովոր, ոչ ստանդարտ իրավիճակ էր դա, եւ քանի որ մենք ստանդարտ բան էինք սպասում, քանի որ սպասում էինք, որ ինչպես մեծամասամբ դեպքերում է, որ դակում են դատավճիռները, մարդկանց կալանավորում են եւ այլն, ընթացք է տրվում, այսինքն քաղաքական պատվերը աշխատում է դատական իշխանության վրա, անկեղծ ասած, ես էլ էի սպասում էի, որ ընթացք կտրվի գործին, այդպես եւ կգնա։ Երբ որ ինքնաբացարկ հայտնեց դատավորը, դա իսկապես ուրախալի էր։ Դա ուրախալի էր, որովհետեւ դրանով մենք տեսնում էինք թեկուզ մի անձի մակարդակով, տվյալ, ասենք, դեպքի մակարդակով որոշակի անհամաձայնություն ընդվզում, այսպես ասենք։ Եվ դա հետևապես ուրախալի էր եւ գնահատելի էր եւ դուք երբ որ մարդիկ սկսում են արտահայտվել, թե քաղաքական գործիչներ, թե ակտիվ քաղաքացիներ, սկսում են այդպես ոգևորված արտահայտվել, դա պետք է հասկանալ նաեւ նախորդ սպասելիքների համատեքստում, այդ հոգեբանության համատեքստում, երբ որ մի հատ լավ բան է լինում, ինչքան ես ուրախանում։ Ընդհանուր առմամբ իհարկե ցանկալի կլիներ, երբ որ շատ արդար դատաքննություն լիներ եւ ոչ թե այստեղ բացարկով հարցը լուծվեր, այլ պարզապես ընդհանրապես դատարան չընդունվեր։ Դատական նիստի չդրվեր, դատական վարույթ չընդունվեր այդ ներկայացված բանը, մեղադրանքը, որովհետև դա զուտ եկեղեցու ներքին կանոնական հարց է եւ ներքին կանոնական հարցը աշխարհիկ դատարանը իրավասու չէ ընդունելու քննության, հա։ Համենայն դեպս ընդհանուր առմամբ ես կարող եմ դրական համարել այդ հանգամանքը, որ դատավորը կոնկրետ այս դեպքով ցույց տվեց, որ չի ընդունում իր նկատմամբ այդ իջեցված պատվերը։ Լավ, սա քաղաքական, այսպես իրավական, թե այսպես ընդդեմ ինչ որ գործընթաց է այս ամենը, հա։ Իրենք օրինակ իշխանությունները, հա, ասում են, որ սա եկեղեցու դեմ առհասարակ պայքար չէ, տեսնում ենք, գնում են պատարակների, հա, ասում են կոնկրետ անձի հետ կապված է խնդիրը։ Իրենք ըստ ձեզ կարող էին ասել, որ սա եկեղեցու դեմ պայքար է։ Իրենք կարող էին իրականում ասել, որ մենք ուզում ենք քանդել եկեղեցին, մենք ուզում ենք եկեղեցին դարձնել մեզնից կախյալ վիճակում, մենք ուզում ենք ունենալ այնպիսի կաթողիկոս, որը որ չի շեղվի պետության քաղաքական գծից։ Իրենք այդպիսի բաներ ասում են, չեն ասում են, որ այ կաթողիկոսը եկեղեցին քաղաքական գործընթացների այսպես խառնվելով հայտարարություններ տարածելով արդեն այդ սահմանը շեմը հատեց եւ առաջին այսպես ասած իրենց մեկնաբանությամբ եկեղեցու կողմից այս իրավիճակի մեկնարկը տրվեց առճակատման։ Քաղաքականի ու չքաղաքականի սահմանները իրականում լղոզված են։ Մենք չենք կարող ինչ-որ մի բան ասել, այս սա մաքուր ոչ քաղաքական գործընթաց է, սա մաքուր քաղաքական գործընթաց է։ Հիմա եթե եկեղեցու անդամներին մեղադրում ենք քաղաքականության մեջ լինել, մեղադրելու տեղ չունենք, որովհետև նրանք նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Նրանք կարող են մասնակցել քաղաքական գործընթացների, բայց պետության ներկայացուցիչները չեն կարող մասնակցել եկեղեցական գործընթացների։ Ինչպես որ ընտանիքի անդամը կարող է մասնակցել պետության մասշտաբի գործընթացների, բայց պետության ներկայացուցիչը չի կարող մտնել մարդու ընտանիքը,
չի կարող ստիպել, որ մարդը իր ընտանեկան իրավասություններին վերաբերող գործի մեջ անի ինչ-որ մի բան, որ ինքը պետք է անի։ Չեն կարող ինձ ենթադրենք ստիպել, ասենք իմ զավակի անունը ուրիշ անուն դնել, հա, դա իմ ընտանեկան, իմ անձնական իրավասության դաշտն է։ Մոտավորապես այսպիսին էլ պետք է դիտարկենք եկեղեցի պետություն հարաբերությունները, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, օրենքով, միջազգային կոնվենցիաներով կրոնական կազմակերպությունները ունեն ինքնավարություն իրենց ներքին կանոնական հարցերի շուրջ։ Արման Սարոյանին կարգալույծ անելը բացառիկ իրավասությունն է եւ այստեղ պետությունը իրավունք չունի միջամտելու, ասելու, որ ինչու ես դու այդպիսի բան արել, որովհետեւ եկեղեցու նվիրապետության ձևավորումը եկեղեցական կանոններով է տեղի ունենում։ Դե հենց դա է խնդիրը, ասում են եկեղեցական խորհուրդը կանոնագիրքը չի գործել, դրա համար պետությունը ստիպված միջամտում է։ Պետությունը իրավունք չունի։ Եթե չի գործում, բա ինչ անենք, եթե չի գործում, ուրեմն եթե չի գործում, ուրեմն այդտեղ եկեղեցու ներսում թող այդ խնդիրը առաջանա, եկեղեցու հոտի մեջ թող այդ խնդիրը առաջանա, թող ծխական ժողովներ գումարվեն, թող թեմական ժողովներ գումարվեն ու այդ խնդիրը բարձրացնեն։ Եկեղեցին ունի իր այդպիսի կանոնակարգը։ Եթե ընտանիքում, չգիտեմ, ինչ որ մի նորից երեխայի անվան շուրջ վեճ է այստեղ տեղի ունենում, այստեղ պետությունը իրավունք չունի միջամտելու ամուսնու եւ կնոջ միջև հարաբերություններում։ Իրենց հարաբերությունները իրենց ընտանիքում թող կարգավորեն։ Պարոն Սողոմոնյան, երեք տեսանք, որ ներկա են նաեւ ընդդիմադիր գործիչներ, հա, պատգամավորներ եւ սա շատ է քննարկվում, ասում են, որ ընդդիմադիրները այսպես շատ դեպքերում եկեղեցու շուրջ ես կատարվողը օգտագործում են քաղաքական դիվիդենդների համար եւ նաեւ կա տեսակետ, որ սրանով ավելի են վնասում եկեղեցուն ու քաղաքական աստար տալիս է։ Ընդունում եք սա, թե ոչ եւ պետք է այսպես զերծ մնալ ավելի չվնասելու համար, չգիտեմ։ Գիտեք, սա այդ ձեր ասած թեզը ինքը կիսա ճշմարտություն է։ Ես չեմ կարող ասել դա ամբողջապես սուտ է, կամ ասել ամբողջապես ճշմարիտ։ Գուցե ընդդիմությունը, գուցե ես քաղաքական եթե հետ քաշվի, գուցե հանրությունը եկեղեցու շուրջ ավելի այսպես լայն կոնսենսուս ապահովի։ Գուցե, բայց դրա ոնց որ ասած հիմնավորումներն ու ապացույցները դեռևս հստակ չկան։ Եթե ինչ-որ մի հանրային գործիչ հիմնավոր ապացույցներ այսպես ներկայացնի, գուցե ես էլ միանամ այդ պահանջին, որ ընդդիմությունը այս հարցում ենթադրենք պետք է ձայն չհանի։ Բայց եթե օրինակ մենք տեսնում ենք, որ իշխանության կողմից հարձակում կա եկեղեցու վրա ու դրան անհրաժեշտ է դիմակայություն կազմակերպելու ռեսուրս ունեն քաղաքական ուժերը, դե իշխանամետները պարզը չեն պաշտպանի, ուրեմն ընդդիմադիրները պետք է պաշտպանեն։ Պետք է կոչ հնչեցնի այսպես հավատալիորեն։ Եթե կաթողիկոսը եւ մեր եկեղեցին զգային, որ քաղաքական ուժերի ի պաշտպանություն եկեղեցուի պաշտպանություն վեհապարի հանդես գալը միայն վնասում է եւ ներքին օղակներով եւ գուցե նաեւ հայտարարությամբ կասեին այդ մասին, կասեին դուք մի խառնվեք այս ամեն ինչի մեջ։ Ես այդպես եմ կարծում։ Բայց մեղադրել քաղաքական գործիչներին քաղաքական դիվիդենդներ վերցնելու մեջ։ Այո, ասում են այս հարցը այսպես ընդդիմիշխանության դա արդեն այդ բառը, այդ buzzword-ը, այսպես ասած, այդ բառը, որ քաղաքական դիվիդենդ են շահում, բարոյական տեսանկյունից իսկապես ընդունելի չէ։ Բարոյական տեսանկյունից։ Բայց քաղաքականությունը, դե որովհետև երբ որ ասում ես դու քաղաքական դիվիդենդ ես շահում, այսինքն ինչ որ մի բան անում ես այն ակնկալիքով, որ դա կավելացնի քո քաղաքական կապիտալը, մի քիչ ոնց որ այսպես շահարկման իմաստ է մտնում եւ դրա համար զուտ բարոյական մաքրության տեսանկյունից այդքան էլ ձեռնտու վիճակ չէ։ Բայց երբ որ խոսում ենք քաղաքականության մասին, բա ի վերջո քաղաքական ինչ է քաղաքականությունը։ Քաղաքականությունը շատ բան է, այդ թվում նաեւ պայքարն է իշխանության համար։ Ու բայց կարևորագույն հարց է եկեղեցու այս հարցը այսպես արծարծելով, հա, դա ընդունելի է, թե ոչ, ես չեմ ասում այդպես են անում, հա, այսպես։ Իհարկե ընդունելի է, որովհետև այս հարցը կենտրոնական հարց է։ Այդ քաղաքականությունն էլ, քաղաքական նպատակներն էլ, երբ որ ձևակերպվում են, ինչ որ արժեքներ հաշվի առնելով, ինչ որ աշխարհայացք հաշվի առնելով են, չէ՞, ձևակերպվում։ Ինչի են մարդիկ տարբեր նպատակ, միևնույն իրավիճակի հետ կապված
տարբեր շահեր ձևակերպում կամ տարբեր նպատակներ ձևակերպում։ Դա կախված է նրանց ինքնաանկալումից, նրանց աշխարհայացքից, նրանց աստծու վերաբերյալ, մարդու վերաբերյալ, պետության վերաբերյալ արժեքների այսպես համակարգից է կախված լինում նպատակների, շահերի տարբերությունները։ Բա բնականաբար, եթե մենք այստեղ տեսնում ենք պետության կողմից եկեղեցու գործերի միջամտելու կեղտոտ փորձ, միջամտություն ենք տեսնում, սա իհարկե քաղաքական հարց է նաև։ Դե դա օրինակ ընդդիմադիրներն են ասում միջամտություն, իրենք ասում են մենք փորձում ենք կարգավորել եկեղեցու ներսի խնդիրը։ Իրենց մեկնաբանությունը դա է։ Հա, դե մենք նորից գալիս ենք դրա վրա, որովհետև այո, բա իրենք դու չէին ասելու, այո, մենք փորձում ենք եկեղեցու ինքնուրույնությունը վերացնել։ Եկեղեցու ներսում եւ օրինակ իրենք ասում են, իշխանությունն ասում են, որ մենք փորձում ենք գիտական կազմակերպությունների կամ համալսարանների ինքնավարությանը միջամտել։ Ոչ, երբեք չեն ասում, բայց չեն միջամտում, այո, միջամտում են։ Էդիտա Գզոյանին, որ հեռացրեցին։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին հեռացրեցին բանի համար, չէ, գիրք նվիրելու համար, դասախոսները ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն, այսպես հա։ Խնդրեմ, ես ձեր առաջ կենթանի ոնց որ ասած, այսպես օրինակ այդ առումով 2 տարի է դատական process-ների մեջ եմ, որովհետև ինձ ուղղակի այդպես ասացին պայմանագրի ժամկետը վերջացել է, Վերկած գնա մեր համալսարանից, ես էլ 16 տարի այդ համալսարանի նվիրյալ համալսարանի աշխատող եւ հիմա Խաչիկին Գալստյան, դոկտոր պրոֆեսոր, Անուշ Սեթրակյանն, Շուշանիկը Վարդանյան, Ալենը Ղևոնդյան, որ մեկը ասեմ, որ մեկը թողնեմ, հա։ Նայիրին Հոխիկյան դրանից առաջ ահագին Ցոլակա Հակոբյան, Բրյուսովում ահագին մարդկանց հեռացրեցին այդպես, հա։ Իրենք հո չեն ասելու մենք ուզում ենք բան անել, հա, մենք միջամտում ենք, քաղաքական բան կա այստեղ, քաղաքական մոտիվացիա կա։ Իրենք այդ մասին չեն ասելու, բայց իրականում մենք հո տեսնում ենք այդ քայլերը դա է ցույց տալիս, չէ՞։ Պարոն Սողոմոնյան, այսօր օգոստոսի 8-ն է եւ երբ որ հետևում ենք իշխանական, այսպես, Նիկոլ Փաշինյանը, ազգային ժողովի նախագահը, նշում են, որ խաղաղության պայմանագիրը ձեռք բերված խաղաղությունը արդեն 1 տարեկան է նկատի ունենալով հավորել։ Այ ինչ տեղի ունեցավ այս 1 տարվա ընթացքում եւ այն որ հարկաստու այսօր սահմանին գրակոչներ չեն հնչում, այդ պայմանագրի հա հիմքով է դա է պատճառը որ այսօր սահմանին խաղաղ է, ինչը շատ ողջունելի է, հա իհարկե։ Որ գրակոչ չկա եւ մարդ չի մահանում, դա իհարկե ողջունելի է։ Բայց արդյոք դա նշանակում է նախ որ թուղթն է, ստորագրված է թուղթն է դա անում, երկրորդ արդյոք դա նշանակում է որ այդ ձեռք բերված պայմանավորվածությունները անկեղծ են ու հարատև են, այստեղ արդեն կան լուրջ կասկածներ։ Չենք ունեցել արդյոք այսպիսի խաղաղության էլի ժամանակաշրջաններ, անգամ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակներում ունեցել ենք։ 2018 թվականի սեպտեմբերին, սեպտեմբերն էր թե հոկտեմբերն էր, սեպտեմբերի վերջերն էր 30-ներ, եթե չեմ սխալվում, Բիշքեկում վերելակային դիվանագիտությունը կհիշեք։ Դրանից հետո ինչքան երկար ժամանակ մի հատ կրակոց չկար, այն պարագայում, որ դրա նախորդող ժամանակաշրջանում մի քանի տարի շարունակ հայ-ադրբեջանական սահմանը չափազանց լարված էր, անընդհատ դիվերսիաներ էին տեղի ունենում, կրակոցներ էին տեղի ունենում։ Հետո մի տևական ժամանակահատված մենք տեսանք, որ չկար կրակոց։ Իսկ հետո տեղի ունեցավ աղետը 2020 թվականին։ Հիմա ես չեմ ուզում, որ նորից աղետ տեղի ունենա, բայց այն հիմքերը, որ կան հայ-ադրբեջանական հարաբերությունների, այսպես ասած, այդ խաղաղության կոչված գործընթացի հիմքում, դրանք ինձ հիմք չեն տալիս հավատալու, որ իսկապես խաղաղություն է։ Նախ եւ առաջ նախաստորագրված այդ գործարքը ոչ մի երաշխավոր այստեղ չենք տեսնում։ Ոչ մի երաշխավոր չկա։ Անկամ այդ գործարքի հետ օրգանապես կապ ունեցող TRIP համաձայնագրի մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությունը Թրամփի անունը որպես վկա է դրված, այլ ոչ թե որպես կողմ է դրված,
որով որ ասենք ինքը ինչ որ բան երաշխավորում է։ Երկրորդ հենց այդ նույն trip-ը ի վերջո մեզ մեր հարցին չեն կարողանում պատասխան տալ, որ եթե մեր ինքնիշխան տարածքի վրայով ադրբեջանցիները ելումուտ են անելու առանց հայի դեմք տեսնելու, բա որն է մեր դրա փոխադարձ համարժեքը։ Մենք կարող ենք առանց ադրբեջանցու երես տեսնելու, օրինակ երասխով մտնել, Նախիջևանով անցնել եւ իջնել Մեղրի։ Չենք կարող։ Ու հետեւապես, եթե այդ համարժեքությունը չկա, ու գալիս է ինչ-որ մի հատ իրավիճակ, եթե մենք ուզում ենք տեր կանգնել մեր այդ սուվերեն տարածքին, ուրեմն այստեղ խնդիր է, չէ, առաջանալու։ Մեզ մեղադրելու են, ասում են պայմանավորվածություն եք խախտում։ Այսինքն այնքան խոցելի է այդ խաղաղություն կոչվածի հիմքերը, որ չի կարելի վերաբերվել։ Այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը հերթով կատարում է ադրբեջանական պահանջները, այդքան ժամանակ կրակոց չի լինի։ Հենց որ ինչ-որ հարցում կթերանա, կդանդաղի, կհամառի, ներքին ճնշումներով պայմանավորված, ես համոզված եմ, որ դրսից ճնշելու համար այդ կրակոցները կլինեն ու Փաշինյանն էլ եւ նրա քարոզչական խումբն էլ հայ ժողովրդին ճնշելու համար կասեն, տեսեք, որ իրենց պահանջները չեն կանում, այդպես չի ասում, քիչ ուրիշ ձևով կձևակերպեն։ Պատերազմ եք բերում։ Պարոն Սողոմոնյան, նայեք, այսպիսի մի հարց է, շատ են դիմադիր գրեթե բոլոր գործիչները, պատգամավորները քննադատում խաղաղության պայմանագիրը խաղաղությունի, իհարկե դա որքանով է արդյունավետ, ժամանակը ցույց կտա, բայց այսպես շատ խոսվեց, որ ողջ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը գոնե այսպես տեսլական ծրագիր առաջարկում էր խաղաղություն, բայց դրան այլընտրանք առաջարկվում էր միայն ավելի ուժեղ խաղաղություն, ավելի կայուն խաղաղություն, բայց որպես այդպիսին այլընտրանք մյուս կողմից, ովքեր էլի ընտրապայքարի մեջ են, չէր առաջարկվում։ Սա ընդունում եք, թե ոչ։ Որպես էլի դիմադիր գործիչ, գիտեք, ընդդիմության ուղղված այսպես քննադատություն, մեղադրանք։ Ոչ թե առաջարկվում էր խաղաղություն, այլ առաջարկվում էր իրենց ողջ ծրագիրը դրա վրա էր կառուցված։ Հա, այդ բառը կար դրա մեջ։ Այդ բառը կար դրա մեջ ու մատնացույց էին անում վերջին այդ 1 տարվա ընթացքում կրակոցների բացակայության հանգամանքը։ Դրանով եթե մարդկանց մանիպուլացնում են, դա չի նշանակում, որ իրենք առաջարկում են իսկապես խաղաղություն։ Ամբողջը դրա մեջ էր, որ բողոքը որ կար, դրա մեջ էր։ Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում միանշանակ ու միարժեք ընդունելի բանաձև առաջարկելը իսկապես դժվար է, հեշտ չէ։ Շատ բարդ վիճակում ենք, չէ՞, մենք իշխանությունը գտել է այդ բանաձևը։ Դե մենք տեսնում ենք, որ դա այն չի։ Մենք տեսնում ենք, դա հեշտության մասին է, դժվարության մասին է, մարդկանց սրտերից խոսելու մասին է, այո, որ դուք գործ չունեք, դուք չեք կռվելու, դուք չեք պայքարելու, դուք խաղաղ եք նստելու ու մենք այդ ամեն ինչը թղթով բանով կազմակերպենք։ Այսինքն սա մի բանաձև է, որ ասում է դուք ջանք չես թափելու քո անվտանգության համար։ Դու հանգիստ քո համար ֆեստիվալների կմասնակցես, վարչաբենդի ելույթների կմասնակցես, հեծանիվ կքշես, կուտես, կխմես։ Այսպիսի մեսիջ է տրվում մարդկանց ու դրա համար մեր հայրենակիցների մի մասի կողմից ընդունվում է wishful thinking, այսպես ասած, հա, ցանկալին իրականի տեղ ընդունող մտածողություն։ Հիմա մյուս առաջարկը, որ քո անվտանգությունը ունենալու համար դու պիտի ջանք թափես, շատ ավելի դժվար է ներկայացնել, որովհետև մարդը հակված է ընդունելու այն ինչ որ իրան հեշտ է տրվում, այն ինչի համար ինքը ջանք չի թափելու։ Բայց դե սուտն ու ճշմարտությունն էլ չէ, պետք է կարողանանք տարբերել։ Որ այս բարդ տարածաշրջանում է, որ առանց ջանք թափելու կարելի է խաղաղություն ունենալ։ Երբ որ ուժեղ Հայաստանը, որին որ մենք աջակցում ենք, ինքը ասում էր, այո, խաղաղություն, բայց երաշխավորված խաղաղություն, ուժեղ խաղաղություն։ Այսպես չէին նաև հանրությանը ներկայացնում, թե ինչ է նշանակում երաշխավորված խաղաղություն, այլ սա էր, հա, որ մի քիչ անհասկանալի է դարձնում հանրության համար։ Գուցե այ ուժեղ խաղաղություն երաշխավորված բառամթերքով, բառակազմով դա տեղի չէր ունենում,
գուցե իրենց քարոզչական ռազմավարության մեջ շեշտադրումը գնում էր տնտեսական ուղղությամբ, որովհետև դա էլ է տրամաբանական։ Իրենք ինչ էին ասում, չէ՞, ուժեղ Հայաստանը դիցուք, հա, որին որ մենք աջակցում ենք։ Իրենք ինչ էին ասում։ Իրենք ասում էին, որ մենք երաշխավորում ենք Հայաստանում ներդրումներ, խոշոր ներդրումներ, տնտեսական ներդրումներ, որոնք ի վերջո բերելու են, ստեղծելու են հավելյալ արժեք, այդ հավելյալ արժեքը պետք է հզորացնի, ուժեղացնի մեր երկիրը։ Ու իրականում, երբ որ նայում ես, ինչա, Փաշինյանը այս վերջին 8 տարվա ընթացքում մեկ խոշորածավալ ներդրում է բերել օտարերկրյա, մեկ խոշորածավալ ներդրում է բերել Հայաստան, իսկ հիմա էլ խլելով մարդկանց բիզնեսները, ընդհանրապես վանում է այդ ներդրումների հանգամանքը։ Հիմա ուժեղ Հայաստանը ասում էր, որ իրենք ներդրումային դաշտը ավելի ազատական են դարձնելու եւ իրենց երաշխավորությամբ, իրենց կապերի շնորհիվ, իրենց հանձնառության շնորհիվ ներդրումներ են անելու։ Հիմա ոնց որ դրա համար մի քանի շղթա կառուցվածք կազմելը ու խաղաղությանը այդ տեսանկյունից նայելը շատ ավելի դժվար է, քան այն որ դուք ոչ մի բան չեք անելու, Ժողովուրդ ջան։ Եթե այդ հնարավորությունները կա, հա, ներդրումները բերելու, խոսք առհասարակ ընդդիմադիր բոլոր ուժերն Ինչի չեն բերում, չէ՞։ Ինչն է խանգարում, որ չընտրվելու դեպքում էլ գուցե հանրությունը հետո տեսնի, որ այ տեսեք այս ուժերը այսպիսի, հա, պոտենցիալ ունեն ու գուցե մյուս ընտրություններում իրենց։ Պարզ օրինակ, Կուրթան գյուղին մի հատ մարդիկ կոմբայն են նվիրում ու այդ կոմբայնի նվիրելու թեման ուզում են դնեն էլի այդ մինչ ընտրական շրջանում բարեգործության արկելքի տակ ու քրեականացնեն։ Անկամ այդ, այսինքն որ, աջան? Դա ընտրական շրջանում։ Հիմա այդտեղ համայնքային ընտրություն չէ պետք է տեղի ունենա առաջիկայում։ 22 թվականի աշնանն էր տեղի ունեցել, հիմա 26 թվականն է։ Այո, դիմադրությունները։ Հիմա է տեղ ունենալու, կարծեմ հիմա է տեղ ունենալու։ Այդ անդադ շարարկվում է դա։ Կամ ինչու չեն բերում ներդրումներ։ Եթե այդ ներդրումային դաշտի վրա կա քաղաքական ազդեցություն, ո՞նց բերեն այդ ներդրում։ Իրեն ձեռքից են խլում։ Հենց Տաշիր ընկերության ձեռքից եթե բիզնես է խլվում։ Տաշիր ընկերության գործընկեր տնտեսական միավորները կգան ներդրում կանեն, թե չեն ան։ Եթե տեսնում են, որ մուլտիգրուպի տարբեր բիզնեսները խլվում են, դա չի նշանակում ընդհանրապես բիզնես ոլորտի համար այդ ազատությունները շատ կարևոր են։ Երաշխավորված չպետք դա տարական բան է, հին Հունաստանից եկող տարական կանոն է, որ պետք է երաշխավորված լինի տնտեսական միավորի ազատությունը։ Պարոն Սողոմոնյան, եւ վերջում այսպես հակիրճ նոր խորհրդարանի աշխատանքներին հետևում եք, ինչ տպավորություններ կան, որոնք են առաջնորդությունները այս խորհրդարանի, փորձում են կարծես այսպես հա ինչպես հայտարարվել է բարեկիրթ մթնոլորտում աշխատել, այ հակիրճ նոր ազգային ժողովի վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ վաղ է գնահատական տալը։ Սկզբնական շրջանը խաբուսիկ կարող է լինել, սկզբնական շրջանում փորձում են դիրքավորվել բոլորը։ Փորձում են այսպես կոչված կատուն ճղել, դրվածք դնել, այսպիսի բաներ կան։ Վաղ է դեռևս եւ անդիմադիրների վիճակը իհարկե նախանձելի չէ։ Նախանձելի չէ, որովհետեւ նրանց դիմաց կան արդեն այս 5 տարիների ընթացքում փորձառու դարձած դեմագոգներ։ Այդուհանդերձ, եթե վերցրել են մանդատները, նրանցից հանրությունը կարծում եմ, որ պետք է հետեւյալ ակնկալիքներն ունենա։ Ակնկալիք առաջին, որ խորհրդարանական մանդատը պետք է գործածվի իր նշանակությամբ։ Ակտիվ օրենսդրական նախաձեռնություններ, այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք հանրության համար այնպիսի շահավետ բաներ կառաջարկեն, շահավետ ու հասկանալի։ Եվ իշխանության մերժելու պարագայում ժողովուրդը կհասկանա ով է։ Ընդունվելու պարագայում շատ լավ է թող լինի։ Երկրորդ, որ իրենց
մանդատները ինստիտուցիոնալ գործիք են հաղորդակցություն կապ հաստատելու, խոսելու օտարերկրյա քաղաքական ուժերի հետ, աշխարհում որոշումներ կայացնող ազդեցության կենտրոնների քաղաքական ուժերի հետ, ներկայացնելու մեզ համար, Հայաստանի Հանրապետության համար արտաքին քաղաքականության այնպիսի այլընտրանք, որը մեզ համար պակաս վնասաբեր է։ Երրորդ, որ այդ մանդատը օգտագործելով հանրության հետ շփումը լինի շատ ավելի ինտենսիվ։ Մարդիկ անընդհատ լինեն քաղաքում, Երևանում, քաղաքներում, գյուղերում, խնդիրներին ծանոթանան ու բերեն այդ խնդիրները բարձրաձայնեն եւ օրենսդրական նախաձեռնություններով ներկայացնեն։ Եվ չորրորդ, որ խորհրդարանական ընդդիմության գլխավորությամբ կամ իրենց այդպես խավորությամբ ստեղծվի ընդհանուր մի մեծ ընդդիմադիր համապարփակ պլատֆորմ քիչ օրակարգային հարցերի շուրջ, կարևորագույն օրակարգային հարցերի շուրջ, այդ մեր ասած այլընտրանքները մշակելու, քննարկելու եւ հանրությանը ներկայացնելու եւ ինչպես նաեւ արտաքին ուժային կենտրոններին ներկայացնելու համար։ Առաջիկան ցույց կտա, թե որքանով է այդ ակնկալիքը, որ ես կարծում եմ, որ նորմալ կլինի, որ ձևակերպվի որպես հանրային ակնկալիք, որքանով է դա իրական։ Շնորհակալ եմ պարոն Սողոմոնյան զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր զրուցակիցը այսօր ՀԱԿ-ի միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն էր։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։